Ողջույն սիրելիներս, բարի ողջույն, բարի արև մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս ճիշտ է այսօր մի փոքր մռայլ է եղանակը, բայց դա ոչ մի ազդեցություն պետք է չունենա մեզ վրա, մենք փորձենք օրվա ընթացքում մեր տրամադրությունը լավ պահել, հուսանք, որ ամեն բան օրվա ընթացքում լավ է գնալու եւ մենք էլ մեր աշխատանքները ճիշտ ենք կատարելու։ Սիրելիներս պատրաստ եք շատ համեղ նախաճաշ եւ միացեք մեզ։ Ես արդեն ունեմ մեկ գավաթ սուրճ, որը ընթացքում կվայելեմ, բայց ձեզ խորհուրդ եմ տալիս անպայման նախաճաշել։ Այնուհետև անպայման ըմպել մեկ գավաթ սուրճ, ինչը էներգիա, տրամադրություն կհաղորդի ձեզ եւ ամբողջ օրվա ընթացքում կարծում եմ դրական լիցքեր կտա ձեզ։ Սիրելիներս, այսօր պատրաստելու ենք շատ համեղ ուտեստ, խմորով է մեր ուտեստը, այսօր շերտավոր խմոր ենք օգտագործելու եւ այսպես մի քիչ ոչ թե լցոնելու ենք, այլ հետաքրքիր միջուկ ենք պատրաստելու եւ տեղադրելու ենք մեր խմորի վրա եփված վիճակում։ Ահա, ինչ է մեզ պետք դրա համար։ Բնականաբար ունենք շերտավոր խմոր, ես ձեռք եմ բերում այն խանութից, ինքս չեմ պատրաստել, այնպես որ իմացեք, ես մշտապես կողմնակից եմ ավելի հեշտ պատրաստվող ուտեստների եւ ավելի շատ, այսպես, որպեսզի ժամանակ չկորցնենք, հեշտ ձեռք բերենք բոլոր բաղադրիչները եւ պատրաստենք ուտեստը։ Ուրեմն հիմքը լինելու է շերտավոր խմորը, մեզ պետք է լինելու նաև պանիր, անպայման պանրի տեսականի, այսինքն ոչ թե մեկ տեսակի պանրով ենք այս ուտեստը օգտագործելու, այլ մի քանի պանիրներ խառնելու ենք։ Եվ այստեղ օգտագործելու ենք սունկ, այն միջուկը, որը ասում եմ պետք է պատրաստենք, միջուկը պատրաստելու համար մեզ պետք է լինելու սունկ։ Մենք ունենք պահածոյացված տարբերակը, Իջևանի գինու եւ պահածոների գործարանի ուրեմն առաջարկն ենք օգտագործում, այստեղ ունենք սամիտ, մեզ հավկիթը պետք է լինելու ընդհանրապես խմորի վրա տրորելու համար եւ բնականաբար խմորը բացելիս ուրեմն ալյուր է պետք լինելու եւ անպայման նշեմ, ահա այստեղ մենք ունենք կատնաշոր, ունենք թթվասեր, այս երկու տարբերակը եւս պետք է օգտագործենք։ Հիմա անցնենք առաջ, երևի թե ամենաառաջին հերթին մենք պետք է սունկը, մեր մարինացված սունկը կտրատենք եւ սկսենք տապակել, ես բերեմ թավան եւ անցնենք առաջ։ Այստեղ ընդհանրապես տապակման process-ում միայն սունկ ենք օգտագործելու, իսկ կատնաշորը եւ թթվասերը մենք օգտագործելու ենք պարզապես։ Այդպես միախառնելու ենք եւ իհարկե ստանանք մեր այն հետաքրքիր միջուկը, ինչը ես առաջարկելու եմ այս պահին։ Ահա, ես այստեղ 1 վայրկյան ձեզ լքեցի, բայց ահա ունենք այսպիսի հարմարանք, ես ձեռքի տակ պահում եմ այս իրերը, որպեսզի այսպես ողջույն Սուրեն ջան, Ադրին ջան։ Ջան։ Հիմա դու հիմա այս process-ը անես եւ մենք կարող ենք ունենալ փոքրիկ դադար, հետո վերադառնանք ու շարունակենք։ Ես ոնց հասկացա դա անհրաժեշտություն է։ Հասկանալի է, ես կկտրատեմ սունկը, կսկսեմ տապակել, այնուհետև շարունակությունը միասին։ Շատ լավ։ Այս պահին փոքր դադար, կարճ, հետո վերադառնանք ու շարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Շնորհակալ եմ սիրելիներս, նորից բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտողին, այո, Սոնան իրավացի է, այսպես կտկտոցներ եմ ես հանում, բայց այս ձայները միայն համեղությունների համար են, սակայն ես մի բան հասկացա նաև, տախտակս մի փոքր այսպես շարժվում է եւ ձայնը տարածվում է, մենք ունենք հատուկ հարմարանք դրա համար։ Սիրելիներս, այսպես խոհանոցային նաև հարմարանքներ կան, որոնք հենց նախատեսված են նմանատիպ աշխատանքների համար, այսինքն եթե սա ուրեմն տեղադրենք տախտակի տակ, ինչ որ չափով այս ձայնը կվերանա։ Ես երբեմն մոռանում եմ սրա մասին, բայց ամեն դեպքում սա շատ օգնում է նաև ինչի համար, որ տախտակը չշարժվի, կտրատելիս տախտակը այսպես չգնա գա եւ շատ ավելի հարմարավետ լինի աշխատելիս։ Սա էլ մի տեսակ կարելի է ասել լայֆ-հակի տարբերակ է, եթե չունեք նմանատիպ ռեզինե ուրեմն հարմարանք, կարող եք պարզապես խոհանոցային որևիցե լաթ, որը կարող եք մի փոքր թրջել եւ դնել տախտակի տակ, այնուհետեւ սկսել աշխատանքը։ Ահա, ես լուծեցի այդ հարցը, այլևս երեխեք կարծում եմ չի գալիս ձայնել, հարցը լուծված է, այսպես ասած, տախտակը չի շարժվում եւ ձայն չկա։ Ահա, բայց ուզում եմ եւս մեկ անգամ նշել,
նշել, որ Տրամոնտինան իհարկե ունի հրաշալի տեսականի խոհանոցային պարագաների, իմիջիայլոց տախտակների մասին նշեմ, որ այն էկոլոգիապես շատ մաքուր է, բնական հումքից է եւ արտադրվում է սեփական անտառ է, այսինքն այն ինչ որ բնությունն է ստեղծել, բոլորովին այդ անտառների ծառերի հետ ոչ մի կապ չունեն այս տախտակները, այս փայտը, նրանք ուրեմն իրենց հատուկ անտառներ ունեն, որտեղ աճեցնում են այդ ծառերը, մեծացնում են, այնուհետև մշակում են եւ ստեղծում են նմանատիպ հարմարություններ խոհանոցի համար նախատեսված։ Այսպես, դանակների մասին խոսք չկա, շատ հարմարավետ են, շատ սուր են իմիջիայլոց, ինչը շատ անհրաժեշտ է տանտիկինների համար, որ ձեռքի տակ ունենան սուր ուրեմն դանակներ ոչ միայն տիկինների համար, այլ նաև տղամարդկանց, այն տղամարդկանց համար, ովքեր սիրում են պատրաստել եւ բնականաբար հմուտ մասնագետների համար սա շատ կարեւոր է շեֆ խոհարարների համար։ Այսպես, սիրելիներս, կարծես թե շատ խոսեցի այս թեմայով, հիմա անցնենք առաջ, ասեմ, որ սունկն ենք կտրատում, իմիջիայլոց նշեմ, որ սունկը պետք է կտրատել շատ մանր, այս տարբերակում պետք է այն լինի շատ մանր։ Ես չնայած նրան, որ հիմա մի փոքր այսպես կտրատում եմ սովորական ձևով, հետո փորձում եմ ավելի մանրացնել այն։ Չափաբաժինը ես հիմա կհասկանամ ընթացքում որքան է ինձ անհրաժեշտ, ճիշտ է բավականին շատ է իմ սունկը, բայց երևի թե ամբողջությամբ չեմ այն օգտագործի։ Հետո ընթացքը ցույց կտա, եթե կարիք կլինի ավելացնել, անպայման կավելացնենք։ Ես հիմա միացնում եմ գազ օջախը։ Այստեղ տեղադրում ենք մի փոքր կարագ։ Այսպես։ Եվ այս մարինացված սունկը կտապակենք կարագի մեջ, սիրելիներս, քանի որ ինձ մոտ սունկը մարինացված է, այն շատ երկար չեմ թողնի կրակի վրա, մի փոքր այսպես կտապակեմ, համեմունք կավելացնեմ մի երկու երևի թե կարմիր եւ սև պղպեղ, դասական տարբերակ եւ մի փոքր էլ աղ։ Իհարկե սունկը այնպիսի մթերք չի, որ կարիք կա երկար տապակելու, բնականաբար եթե թարմ տարբերակը դուք ունենաք, անշուշտ էլի շատ տապակել պետք չի։ Մի փոքր այսպես յուղի մեջ վախեցնել, այսպես ասած, մեր տնական լեզվով, այնուհետև արդեն ավելացնել համապատասխան մթերքների մեջ։ Եվ այստեղ իհարկե ես ձեռքի հետ, այսպես ասած, ուրեմն արդեն կսկսեմ պատրաստել կատնաշորը եւ թթվասերը։ Ավելացնեմ սունկը, չնայած կուզեմ, որ մի փոքր էլ մանրացնեմ, ահա, մեր դանակի օգնությամբ մի փոքր էլ մանրացնենք եւ ավելացնենք կարագի մեջ։ Այսպես։ Ահա։ Այսպես։ Ես սուրճ էլ ունեմ, սիրելիներս, դուք նախաճաշեք այնուհետև սուրճ խմեք։ Իհարկե կարելի է այս տախտակը հիմա այս պահին դնել մի կողմի վրա եւ անցնել առաջ։ Ուրեմն օգտագործելու ենք կատնաշոր, թթվասեր եւ այս տապակված սունկը լցնելու ենք մեր այս զանգվածի մեջ։ Ահա, ավելացնում ենք կատնաշորը։ Մեր թարմ կատնամթերքն ենք օգտագործում, Էլոլա ապրանքանիշի առաջարկը։ Այսպես։ Իհարկե չմոռանանք սնկի մասին, որ պետք է այսպես ձեռքի հետ նաև սա խառնել։ Մենք ունենք այսպիսի հարմարություններ եւ արագ-արագ կխառնենք, ահա։ Շատ բարի, այստեղ ավելացնում ենք թթվասեր։ Ինչ է եղել այստեղ, ահա։ Հիմա խառնենք, այստեղ եւս սիրելիներս կավելացնենք եւ սև պղպեղ եւ աղ։
Եվ ամբողջությամբ շատ լավ կմիախառնենք։ Հենց հիմա ավելացնեմ մեր համեմունքները։ Ինչպես նշեցի, սև պղպեղ, մի փոքր աղ, եւ նույն գործողությունը ուրեմն կկատարենք սնկի հետ։ Ադիլ է։ Ողջույն Սուրեն ջան։ Ինչ ենք անում։ Արդեն այս զանգվածը պատրաստ է, կատնաշորը եւ թթվասերը։ Հիմա տապակում ենք, իհարկե տեսնում ես սունկը, որտեղ կավելացնեմ նորից մի քիչ աղ, այո։ Իմիջիայլոց ասեմ, որ բաղադրատոմսը շատ հեշտ բաղադրատոմս է, ավելի շատ ես կասեմ, ուրեմն նախաճաշի տարբերակ է, եթե մայրիկները, տանտիկինները հասցնեն առավոտյան շուտ արթնանալ եւ բնականաբար համապատասխան մթերքները ունենալ, կարող է շատ արագ այս ուտեստը պատրաստեն եւ իհարկե հրամցնեն ընտանիքի անդամներին, հատկապես բալիկներին շատ անհրաժեշտ սրանք մթերքներ են։ Շատ լավ է։ Այսպես։ Հետո Ուրեմն խառնենք, արդեն կարող եմ համարել, որ այն տապակված է, որովհետև սունկը արդեն պատրաստի վիճակում էր, պարզապես մի քիչ պետք էր, որ այն ուրեմն տապակվեր եւ այս համերը միախառնվեն։ Քիչ հետո կթողնեմ մի քիչ կսառչի սունկը եւ կավելացնեմ այս զանգվածի վրա։ Սիրելիներս հիշեք, ուրեմն զանգվածը ինչից էր բաղկացած՝ կատնաշոր, թթվասեր, սև պղպեղ եւ աղ։ Սունկն էլ տապակված է կարմիր պղպեղով, սև պղպեղով, աղով, սառչելուց հետո ավելացնում եմ այս զանգվածի վրա։ մենք ունենք ժամանակ մի փոքր դաթարի։ Ունենք, եթե դու Եթե ինչ-որ բան չկա շատ շտապ, որ հիմա պետք է ներկայացնենք, կարող ենք ունենալ կարճ դաթար։ Բնականաբար ոչ, Ողջունենք մեր հյուրերին, հետո արդեն վերադառնանք խոհանոց եւ արդեն շարունակենք process-ը։ Այս պայն կարճ դաթար կլինի, մնացեք մեզ հետ, հետո արդեն տաղավարում լինելու են մեր շատ տաղանդավոր հյուրեր, այնպես որ հետաքրքիր է լինելու։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող, ահա եկել է այն պահը, որ պետք է արդեն խմորի հետ աշխատանք տանենք, միչուկի մասին քիչ ավելի ուշ կխոսենք, մենք միչուկ ենք պատրաստել, որը պետք է տեղադրենք մեր եփված խմորի վրա, իսկ հիմա պահն է, երբ պետք է խմորը բացենք արդեն, ես այստեղ արդեն պատրաստել եմ բոլոր հարմարանքները եւ առաջին հերթին բնականաբար սեղանը ցողենք ալյուրով եւ իհարկե բացենք մեր շերտավոր խմորը։ Այսպես։ Շերտավոր խմորը, ինչպես ասացի, միշտ ձեռք եմ բերում բնականաբար խանութից, ինքս չեմ պատրաստում, դեռ առիթ չի եղել, որ միասին այստեղ պատրաստենք շերտավոր խմոր։ Ես ավելի շատ նախընտրում եմ այս տարբերակը, որովհետեւ շերտավոր խմորը գիտեք, բավականին ժամանակ է խլում։ Այսպես մենք եթերում երևի թե չենք հասցնի պատրաստել, այդ պատճառով այսպես, ինչ կա դրանով, ես գրտնակն եմ բերում հիմա սիրելիս։ Այսպես, փորձենք գրտնակել, մի փոքր բացենք խմորը, իմիջիալոց շատ չենք բացելու, սիրելիներս, ինքը արդեն խմորը ձև ունի, գիտեք, մենք համապատասխան իր հենց պատրաստի ձևով կփորձենք մի փոքր պարզապես հարթեցնել, մի փոքր մեծացնել ընդամենը ու հետո կանցնենք առաջ։ Այսպես, փորձեմ ավելի հավասար աշխատել, որպեսզի հարթ ստացվի։ Շատ հեշտ տարբերակ է, ժողովուրդ ջան, շատ արագ է եփվում, իմիջիայլոց ասեմ, դե շերտավոր խմորը գիտեք, որքան արագ է բարձրանում, որքան արագ է եփվում, այնպես որ եթե հասցնեք առավոտյան հանգստյան օրերին, շաբաթ կիրակի օրերին կարող եք այս տարբերակը պատրաստել երեխաների համար, նախաճաշի տարբերակ է։ Մի տեսակ չեմ կարող ասել կարկանդակ, կարելի է համարել, կարելի է այսպես հետաքրքիր կարկանդակի տարբերակ երևի։ Ահա։ Սիրելիներս, այսքան կարծում եմ բավական է։
Հիմա առաջին հերթին հավկիթ ենք տրորելու այս խմորի վրա։ Ես արդեն հավկիթը հարել եմ, մեկ ամբողջական հավկիթ, տրորենք հավկիթը։ Այսպես, ես փորձեմ շատ արագ ներկայացնել ամեն բան, որպեսզի հասցնենք տեսնել։ Այսպես, բոլոր անկյուններով ու ամբողջ տարածքով փորձեմ ես հավկիթը տարածել։ Մոտավորապես։ Այսպես։ Սա թողնենք մի կողմի վրա։ Հիմա սիրելիներս, այստեղ մի քիչ համեմունք պետք է անեմ, ուրեմն մի քիչ աղ, շատ քիչ։ Սև պղպեղ, հենց խմորի վրա, կարմիր պղպեղ, այո, և այստեղ խմորի վրա ցանում եմ պանիրը, մեր քերիչով անցկացված պանիրը, որը մի քանի տեսակի էր։ Սիրելիներս, կփաթաթեմ այն, կտեղափոխեմ ջեռոց։ Հիմա այս պահին դադար պետք է լինի մեր եթերում, հետո կշարունակենք, մնացեք մեզ հետ։ Ահա, վերադարձանք առաջին ծրագիր եւ հենց խոհանոցից շարունակում ենք մեր եթերը, որովհետեւ այսօր մեզ շատ սիրելի Ադրինեն կրկին համեղագույն բաղադրատոմս է առաջարկում։ Այո, իրավացի ես շատ ուրախ եմ, որ դու այստեղ իմ կողքին ես, ինձ շատ հաճելի է եւ եւս մեկ անգամ ներկայացնեմ, թե ինչ ենք արել մինչ այս պահը, սիրելիներս ասել եմ, որ շերտավոր խմորով է այսօրվա մեր ուտեստը, ահա խմորը բացված է, ես եթե հիշում եք, եթե մեզ հետ էիք, տեսակ, որ հավկիթով տրորեցի այն, վրան ցանեցի սև պղպեղ, աղ եւ կարմիր պղպեղ, այնուհետեւ պատարագաղով մի քանի անցքեր բացեցինք, ծակեցինք խմորը, դա պետք է որպեսզի խմորը այսպես թեթև լինի եւ մեջը ամբողջությամբ եփվի եւ վրան լցրեցի մեր պանիրը, 2-3 տեսակի է, սուլուգունի պանիր, մացարելա տեսակի պանիր եւ բրունի տեսակի պանիր։ Իհարկե ես այդ փունջն եմ ընտրել, բայց դուք ընտրեք ձեր ցանկությամբ, ինչ որ ինքներդ եք ցանկանում։ Հիմա մենք պետք է այն ռուլետի վերածենք, այսպես ասած, ահա զգուշությամբ փաթաթում ենք այն եւ պետք է ինքը շատ հետաքրքիր եւ գեղեցիկ եւ շատ նուրբ է ստացվում։ Շատ հաճելի process է, այսպես ասած։ Ահա, ստացանք այսպիսի ռուլետ։ Մենք հիմա պետք է այն մի փոքր ես ամրացնեմ այսպես ձեռքով եւ հիմա այո, այս սառը զենքով, սա խոհանոցային հատկապես խմորների համար նախատեսված, այո։ Հիմա փորձենք այսպիսի կտորների վերածել այն Ահա, հավասարաչափ աշխատեմ, որքան հնարավոր է հավասար կտրատեմ, որպեսզի չստացվի Իսկապես շատ նուրբ է ստացվում, Ադրինե։ Շատ գեղեցիկ, նուրբ եւ հետաքրքիր, ես կարծում եմ։ Ահա։ Եվ քանի որ դու պանիրների փնջի մասին խոսեցիր, ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին տեղեկացնել, չնայած վստահ եմ իրենք արդեն գուշակում են, որ Էլոլա ապրանքանիշն է առաջարկում այդ պանիրների հրաշալի փունջը մեծ տեսականին, ինչպես նաև անարատկաթից պատրաստված կաթնամթերքը, որը հատկապես առավոտյան շատ օգտակար է բոլորիս օրգանիզմներին, այնպես որ ժամանակ տրամադրեք եւ առավոտյան անպայման կաթնամթերք օգտագործեք եւ հատկապես Էլոլա ապրանքանիշի կաթնամթերք։ Այո, եւ չմոռանանք ասել, որ այսօրվա այս միջուկը, հրաշալի միջուկը, որը պետք է տեղադրենք մեր պատառիկների վրա, էլի Էլոլա ապրանքանիշի կաթնաշորը եւ թթվասերն ենք օգտագործել։ Հիմա այս պահին սիրելիներս այս հատվածով ենք ամբողջությամբ այսպես ենք շարում եւ ձեռքի օգնությամբ մի փոքր սեղմում ենք, որպեսզի ավելի կլոր ստացվի այն, ահա տեսնում եք, այսպիսի ֆորմա ենք տալիս, մի փոքր տափակացնում ենք, այսպես ասած, որպեսզի ավելի հեշտ լինի միջուկը տեղադրել այս գեղեցիկ պատառիկների վրա։ Ահա այսպիսի հեշտ տարբերակ եւ այն կտեղափոխենք ջեռոց, թողնելով այնտեղ 15-ից 20 րոպե, կարծում եմ շատ արագ կեփվի եւ ահա մեր այսօրվա կարկանդակը, այսպես ասած, կամ պատառիկները պատրաստ են։ Եվ քանի որ օրվա բաղադրատոմսը օրվա ցանկացած ժամի կարող եք վայելել, առաջարկում եմ երեկոյան, եթե առանձնացնեք այս բաղադրատոմսը եւ ձեր սիրելիներին հաճելի է, այսպես ընթրիքի անակնկալ մատուցեք, անպայման առանձնացրեք նաեւ Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող անմահական գինիները, որոնք
Շատ հաճելի լրացում կլինեն այս ուտեստին եւ իհարկե այս գործարանը, որը շատ վաղուց հայտնի է Հայաստանի Հանրապետությունում եւ մեր հայրենիքի սահմաններից դուրս, ներկայանում է նաեւ իր պահածոների լայն տեսականիով, ինչպես նաեւ հյութերի մեծ տեսականի ունի, որոնք բոլորը հիշեցնում են տնական համի ու հոտի մասին։ Շատ ճիշտ ես եւ այսօր էլ եւս միջուկի մեջ ավելացրել ենք հենց մեր պահածոյացված դու կարող ես արդեն խառնել, այո, մենք այստեղ ունենք կատնաշոր, թթվասեր, ունենք սունկ, որը տապակեցինք եւ սամիտ համեմունքները, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ցանկության դեպքում սիրելիներս կարող եք այստեղ ընկույզել ավելացնել, շատ, այսինքն ավելի արդյունավետ, ավելի օգտակար կդառնա մեր այսօրվա միջուկը։ Ահա ես այս պատառիկների վրա ուրեմն սիրելիներս տրորում եմ էլի մի փոքր հավկիթ, որպեսզի կարմրաթուշիկ դառնան եւ մեր աշխատանքը արդեն համարենք ավարտված։ Հիմա կտեղափոխենք ջեռոց եւ կսպասենք 15 րոպե։ Ահա այսքանը։ Ջեռոց տեղափոխելը իհարկե հիշեցնեմ այս ամբողջ խանութային պարագաների մասին, որոնք բրազիլական բրենդի են, առաջարկում է Տրամոնտինա ընկերությունը, որը ամբողջ աշխարհում հայտնի է իր բարձր որակի համար եւ ուրախություն մեզ արդեն հասանելի է նաև հայ սպառողին։ Կարող եք ձեռք բերել քաղաքի լավագույն սուպերմարկետներից, կարող եք նշել անպայման, որ առաջին ծրագրից եք տեսել եւ ծանոթացել բրենդի մասին եւ իրենք շատ յուրահատուկ մոտեցում կցուցաբերեն մեր յուրաքանչյուր հեռուստադիտողի համար։ Հրաշալի տարբերակ է, որպեսզի ձեր գործը մի քիչ թեթևացնեք եւ ավելի հաճելի դարձնեք խոհանոց։ Շատ ճիշտ ես։ Ահա այսքանն է, սիրելիներս, շատ հեշտ, շատ արագ պատրաստվող նախաճաշի տարբերակ կամ ինչու ոչ, կարելի է օրվա որևիցե ժամին այս բոլորը պատրաստել եւ վայելել։ Այսքանը, սիրելիներս, հիմա տեղափոխում եմ այս գեղեցկությունը ջեռոց եւ մի փոքր սպասում ենք։ Իսկ միջուկը օգտագործելու ենք եփվելուց հետո, պարզապես տեղադրելու ենք պատառիկների վրա եւ ճաշակենք։ Դա վերջում արդեն ցույց կտա։ Այո, անպայման։ Դե ինչ քանի որ Ադրինեն ամեն ինչ ասաց եւ խոհանոցում գրեթե ամեն ինչ պատրաստ է, առաջարկում եմ Սիրելի Ադրինե ունենանք կարճատև դադար այս պահին մեր եթերում։ Այո, իհարկե, անշուշտ, պարտադիր։ Որից հետո իհարկե վերջնական հատվածին կվերադառնանք խոհանոց եւ ցույց կտանք մանրամասնորեն։ Մնացեք կարճատև դադար, հետո կհանդիպենք։ Եվս մեկ անգամ բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող, ահա մոտեցավ այն պահը, որ պետք է մատուցենք մեր շատ գեղեցիկ կարկանդակները, ես հենց հիմա ջեռոցից բերեմ այն։ Ահա տեսեք ինչպիսի գեղեցիկ փամփլիկ կարկանդակներ ենք պատրաստել, սիրելիներս, հիմա պետք է ընդամենը մատուցենք եւ մատուցելու ենք մեր շատ համեղ ուրեմն միջուկով։ Միջուկը բաղկացած էր կատնաշորից, թթվասերից եւ իհարկե ահա ես դնում եմ այս ամանը սնկից եւ մի քանի համեմունքից դասական տարբերակով։ Դնում եմ ես ամանի մեջ, ամաները իհարկե օգտագործել եմ Տրամոնտինա բրենդի շատ գեղեցիկ մատուցման ամաններով, այսպես մատուցենք եւ մեկ հատվածն էլ, ահա ես փորձում եմ, քանի որ շատ տաք է սիրելիներս այդ պատճառով, այսպես, այդ պատճառով մի փոքր դեռ կպած վիճակ է եւ այս միջուկը տեղադրենք մեր կարկանդակի վրա, ես գթալի օգնությամբ այսպես դասավորեմ։ Ցանկության պարագայում սիրելիներս անպայման ընկույզ ավելացրեք միջուկի մեջ, որպեսզի ավելի հագեցնող եւ ավելի հարուստ համ ստանա մեր օրվա բաղադրատոմսը։ Ես շատ չեմ չարաշահի ձեր համբերությունը, այսպես վրան պարզապես որոշեցի քունջուց ցանել, որպեսզի շատ համեղ ստացվի եւ ահա այսպիսի մատուցման ձև։ Կարող եք միջուկ տեղադրել, կարող եք պարզապես հենց այսպես շերտավոր խմորը պանրով վայելել։ Մի խոսքով վայելեք, ճաշակեք եւ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։